Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետություն համատակենտրոնի նախագահ Արմինե Մարգարյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Մարգարյան, խոսենք ՄԱԿ-ի ամբիոնում Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի ելույթներից։ Ադրբեջանի նախագահը խոսեց Հայաստանի կապիտուլյացիայի մասին, էթնիկ զտման մասին, Հայաստանի մասնակցության։ Ու նաեւ Թրամփի ուղին հիշեց, որը ապահովելու է անխափան ընթացքը Զանգեզուրի միջանցքով ու նման բաներ։ Հայաստանի վարչապետը ասում է ընդհանուր, այսպես այս ամբիոնից խոսում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, Ալիևը Հայաստանի իբր կապիտուլյացիայի մասին ու հարցադրում անում, որն է պոզիտիվ բովանդակության պայմաններում օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող ագրեսիվ ենթատեքստերի հոլովումը։ Եվ իսկապես, որն է դրա պատճառը, որտեղից է գալիս ներվը, հատկապես օգոստոսի 8-ից Վաշինգտոնյան համաձայնություններից հետո, սա մեկ եւ երկրորդ, այսպես ասենք, ինչու է ընտրվում դրա համար համաշխարհային այս ամբիոնը։ Գիտեք, Ադրբեջանի մարտավարությունը նույնն է, ըստ էության այն չի փոխվել։ Մենք երբ համեմատում ենք ուղղակի իրենց հայտարարությունները հիմա եւ օգոստոսի 8-ից առաջ, ռազմատենչ հռետորաբանությունն է փոխվել, բայց խոսույթը, նարատիվները, դրանք ոչ միայն նույնն են մնացել։ Կարծում եմ նույնիսկ դրանք ավելի այսպես մոդիֆիկացվում են հրամցնելու համար միջազգային լսարանին։ Սա պետք է մենք ուրեմն ֆիքսենք, որ նարատիվների պատերազմը ամենևին չի ավարտվել եւ այդ նարատիվների պատերազմը մտել է շատ ավելի ինտենսիվ փուլ։ Տեսեք, հիմա Ալիևի ելույթը, Ալիևը եկել էր ՄԱԿ, այնտեղ պետք է ելույթ ունենար եւ առաջին անգամ պետք է խոսեր որևէ պոզիտիվ զարգացումների մասին, բայց նա չէր կարող խոսել միայն պոզիտիվ զարգացումների մասին, որովհետև Ալիևին լսում էր ոչ միայն միջազգային լսարանը, այլ նաև ներքին լսարանը։ Այսինքն այնտեղ կարևոր էր, որ իրենց համար, բնականաբար կարևոր էր, որպեսզի իրենք վերահաստատեին իրենց նարատիվները, դիրքորոշումները, միևնույն ժամանակ փորձեին ներկայացնել, որ այո, խաղաղության գործընթացը շարունակվում է։ Բայց խոսելով խաղաղության գործընթացի մասին, նա պարբերաբար խոսում էր անցյալի մասին, որ իրեն կարողացան Հայաստանը օկուպանտ էր, Հայաստանին մեղադրեց այսպես կոչված էթնիկ զտման մեջ, ըստ էության սա կարծես թե միջազգային ամբիոնից ես համենայն դեպս առաջին անգամ եմ նկատում, որ նման հայտարարություն է արվում հենց նախագահի կողմից։ Այն մասին, որ Հայաստանը կապիտուլացվել է, այսինքն ամբողջովին է նարատիվը, որ այս խաղաղության գործընթացը ոչ թե երկուստեք փոխշահավետ գիտակցաբար երկու կողմերը եկել են խաղաղության գործընթացի, այլ Հայաստանը մտել է այս գործընթացի մեջ, որովհետև Հայաստանը կապիտուլացվել է, այսինքն այս խոսույթը եղել է նաև նախկինում, հիմա նորից շարունակվում է եւ բերվեց ՄԱԿ-ի գլխավոր ամբիոն։ Բայց գիտեք, մենք էլ Ադրբեջանն էլ կտրված միջազգային հարաբերություններից չենք ապրում, հա, եւ այս գործընթացները, որոնք տեղի ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, դրանք հրապարակային են եւ շատ լավ մեր միջազգային գործընկերները տեսնում են այն իրողությունը, որը կա, այսինքն ինչ խոսույթ է օգտագործում օրինակ հայկական կողմը, ինչքան կոնստրուկտիվ է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցք տերմինը առասարագույցություն չունի, որ խոսքը վերաբերում է TRIP-ի, հա, Թրամփի ուղուն, եւ որ նույն սահմանադրության փոփոխությունը դա ներքին օրակարգ է, կամ Հայաստանի կապիտուլյացիայի մասին խոսք լինել անգամ չի կարող, որովհետեւ այդ տերմինը ամենևին չի համապատասխանում այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում Հայաստանում, որովհետեւ եթե դուք կապիտուլացվում ես, շատ ներեցեք, ձեր այդ Միացյալ Նահանգները ռազմավարական գործընկերություն չի ստորագրում, քեզ այդ Եվրոպական միությունը նոր ուրեմն գործընկերության օրակարգ չի համաձայնեցնում, դու չես դառնում շատ այլ ուրեմն ուժային կենտրոնների ռազմավարական գործընկերները, դու չես դիվերսիֆիկացնում քո ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերման ուղիները, այսինքն այս փաստերը ընդ որում սրանք փաստեր են, որոնց մասին խոսեց նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից, հա, եւ շատ հոյակապ էր, որ այս շեշտադրումներն արվում էին, որովհետեւ սրանք այս փաստերը շատ խոսուն են։ Սա չի կարող տեղի ունենալ մի երկրի պարագայում, որը կապիտուլացվել է, ինչպես ներկայացնում է Ադրբեջանը։ Ինչու է հիմա դա արվում։ Նորից, որովհետեւ
պետք է ինչ-որ կերպ շարունակել հին հռետորաբանությունը, որտեղ սա նաև Ադրբեջանի համար միջոց է իր սուբհեգեմոն դիրքը ամրապնդել, բայց մյուս կողմից նաև ուրեմն ցույց տալ, որ այո, խաղաղության գործընթացը կա, բայց կա այդ խաղաղության գործընթացը, որովհետև Հայաստանը կապիտուլացվել է, ինչպես իրենք են ասում։ Իսկ դա խաղաղության համար պայման է։ Ենթադրում ենք, որ ոչ։ Տեսեք, մենք պետք է մի բան մեկընդմիշտ հիշենք, մեր եւ Ադրբեջանի խաղաղությունները, ինչքան էլ որ հոգնակի թիվ չի կարելի օգտագործել, դրանք տարբեր են։ Մեր խաղաղության օրակարգը, իրենց խաղաղության օրակարգը իրարից տարբեր են։ Ինչ որ առումով սա կարող ենք համարել օբյեկտիվ իրողություն, որովհետեւ մենք տարբեր ուրեմն եւ ընդ որում, երբ մեր խաղաղության օրակարգերը տարբեր են նաեւ մեր խոսույթները։ Բացի այդ, տարբեր են մեր կառավարման մոդելները, տարբեր են մեր հասարակությունները, հա? Տարբեր է մեր պատմությունը, տարբեր է մեր ընկալումը առհասարակ տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ եւ էթնիկ զտումը Արցախում եւ 20 թվականի պատերազմը եւ մեր հասարակությունները վերականգնման տարբեր փուլերում են գտնվում։ Այս ամեն ինչը մենք մեր մտքում ունենալով պետք է ֆիքսենք, տարբեր են մեր խաղաղությունները, պատկերացումները տարբեր են, հետեւաբար պետք է լինի տարբեր նաեւ խոսույթը։ Եվ սա օբյեկտիվ է, որովհետև մենք ոչ միայն երկարատև հակամարտության մեջ ենք եղել եւ կարող ենք ասել, որ ավարտվել է այդ հակամարտության ռազմական ֆազան, հա, եւ կարող ենք ասել, որ մենք մտնում ենք նարատիվների պատերազմի մի այսպես շատ լուրջ փուլ, այսինքն այդ հակամարտային տրամաբանությունը հարաբերություններում ամենևին չի ավարտվել, ավարտվել է ռազմական փուլը։ Հիմա ինչպես կարելի է այս իրավիճակում խաղաղություն կառուցել։ Ես կարծում եմ ամենակարևորը, եթե 20 թվականից այս կողմ երկար տարիներ մեր թիվ 1 խնդիրը այն էր, որպեսզի ճնշեինք, կարողանայինք որոշակի գործիքներ օգտագործելով ճնշեինք Ադրբեջանի զենքի ուժով, հա, ուժով առասարակ կամ ուժի սպառնալիքով, հա, հարցեր լուծելու մարտավարությունը, այսօր կարող ենք ասել դա մեզ հաջողվել է։ Հիմա մեր համար շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք Ադրբեջանին չմտնել Ադրբեջանի հռետորաբանության դաշտ։ Սա շատ կարևոր է, որովհետև սա հիբրիդային պատերազմ է ուղղված Հայաստանի Հանրապետության դեմ եւ Հայաստանի քաղաքացու դեմ։ Ինչու՞։ Որովհետև շատ դժվարին է տրվում մեզ խաղաղության խոսույթը, օրակարգը։ Մենք ցավոտ զիջումներ ենք արել։ Մենք շատ դժվարին մեզ ճանապարհ է սպասվում։ Ներսում ընդդիմությունը եւ ոչ միայն ընդդիմությունը, շատ նաեւ այլ ուժեր հաշտ չեն այդ գործընթացների հետ, հա, այլ կերպ են պատկերացնում Հայաստանի ապագան, Հայաստանի զարգացումը։ Մեղմ բնորոշեցիք, որ հաշտ չեն գործընթացի հետ, որովհետև դուք բավականին պատկերավոր մեկնաբանեցիք նույն այսպես կոչված կապիտուլյացիայի ենթարկվելու, հա, եւ գործընթացները Հայաստանում դրա մասին չհուշելու մասին, Ադրբեջանը չի միայն Հայաստանին կապիտուլացված համարում, այլ համարում է նաեւ գործընթացների հետ ոչ հաշտ ընդդիմությունը, հա։ Գիտեք, ինչու է սա կարևոր, որպեսզի մենք միշտ հիշենք, հա, որքան էլ որ քաղաքական օրակարգերը կարող են լինել տարբեր, որքան էլ որ ընդդիմությունը կարող է մեղմ ասած չսիրել ներկայիս իշխանություններին, այնուամենայնիվ մենք պետք է թույլ չտանք, որպեսզի մեզ հիմարացնեն եւ դարձնեն գործիք արտաքին մանիպուլյացիայի, արտաքին ճնշումների, հա, մենք պետք է թույլ չտանք, որպեսզի մեզ դարձնեն գործիք այս գործընթացում, որովհետև այդ գործընթացը կա։ Այսինքն հիմա մեզանում կան խոսույթներ, որոնք շատ ներմուծված են դրսից, ու որոնք տանում են մեզ այսպես շատ աննկատ, դրանով էլ հիբրիդը համարում է հիբրիդ, որ ամեն ինչ այսպես շատ աննկատ է առնում, դու չես զգում, որ դու ենթարկվում ես այդ սպառնալիքին։ Դրանք տանում են նորից այնտեղ, որ մեզանից որևէ բան չի կախված։ Եթե Ադրբեջանը ասում է, որ դու կապիտուլացվել ես, ուրեմն դու կապիտուլացվել ես։ Քեզանից որևէ բան չի կախված։ Եթե Ադրբեջանը ասում է, որ դու ուրեմն էթնիկ զտում ես իրականացնել, ուրեմն դու պետքա ընդունես, որ դու այնքան թույլ ես եւ քեզանից որևէ բան չես ներկայացնում, որ կարող է Ադրբեջանը քեզ հետ այդպես խոսել։ Այսինքն դու ֆակտոր չես, դու քեզանից որևէ գործոն չես եւ չես կարող որևէ
հարց լուծել։ Դրա համար ես շատ կարևորում եմ այս շեշտադրումները, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը արեց իր ելույթի ժամանակ։ Ըստ էության այդ ելույթը մեթոդաբանորեն տարբերվում էր մեր բոլոր ելույթներից, բոլոր ժամանակներում, որտեղ այդտեղ խոսում էր մեր ձեռքբերումների մասին։ Եվ իրապես դրանք շոշափելի ձեռքբերումներ էին, որոնք խոսում էին ներկայի մասին, բայց որոնք նաև անթաքույց ակնարկում էին երկարաժամկետ հեռանկարին միտված զարգացումներին, խոսքը եւ Եվրոպական միության մասին էր, խոսքը եւ Հայաստան-Ադրբեջան օգոստոսի 8-ի մասին էր, եւ Թրիպի մասին էր։ Այս ամենը խոսում է նրա մասին, որ այնուամենայնիվ Հայաստանում տեղի են ունենում զարգացումներ, քաղաքականություններ, որոնք միտված են ապագային եւ որոնք ամենևին չեն տեղավորվում մեր այսպես կոչված կապիտուլացվելու հետ եւ իրապես շատ կարեւոր է որպեսզի նորից պետք է ընդգծեմ ընդդիմությունը որքան էլ որ կարող է հաստ չլինել տարվող քաղաքականության հետ եւ կան իհարկե շատ կետեր որոնց առումով ընդդիմությունը կարող է եւ պետք է հաստ չլինի դրա համար էլ եւ ընդդիմությունը հենց կոչում է ընդդիմություն որպեսզի հաստ չլինի եւ օրակարգ լինի բայց փորձեն գոնե այնպես անել որպեսզի այդ խոսույթները հայլային կերպով չկրկնեն այն խոսույթները, որոնք գալիս են Ադրբեջանից, երբ որոնք միտված են թուլացնելու մեր հասարակական համախմբվածությունը, թուլացնելու մեր ժողովրդավարական նկրտումները, հա, ըստ էության մեզ խեղճացնելու եւ կաղապարների մեջ դնելու մեր մտածելու, գործելու եւ ապագային միտված գործողություններ իրականացնելու ոչ միայն կարողությունը, այլ նաեւ ցանկությունը։ Ասում եք, որ ռազմական ակտիվ ֆազան նահանջել է եւ մենք հիմա նարատիվների պատերազմի նոր փուլ ենք թեհվակողում, որտեղ հակամարտությունը տասնամյակներ շարունակ տևել է այն պարզ է որ երկու կողմից էլ յուրաքանչյուրն ունի իր հարցերը դրա հետ կապված, հա, իր խնդիրները, ողբերգությունները եւ այլն։ Պատերազմ չի լինելու է խաղաղություն, պնդում է Հայաստանի վարչապետը, այլ այդ դեպքում սրա պայմանը որն է։ Այսինքն, եթե մենք շարունակում ենք նարատիվային պատերազմի մեջ գտնվել, այդ նարատիվային պատերազմը վերաբերում է իրավական, քաղաքական, տարածքային հազար ու մի հարցերի է վերաբերում եւ ինչ որ փուլի չէ որ կարող է այդ նարատիվային պատերազմը ինչ որ տեղ տալ, այսպես ասենք, ֆիզիկական պատերազմի հետևանք կամ բերել դրան։ Ես ձեզ հետ կարող եմ համաձայնել, բայց այստեղ մի այլ տեսանկյունից կարծում եմ նաև պետք է այս հարցը դիտարկենք։ Կոգնիտիվ մարտադաշտ է հիմա ձևավորված Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Այդ որտեղ տեղ են ունենում այդ նարատիվների պատերազմները։ Որն է դրան դիմադրելու լավագույն միջոցը։ Մի քանի քայլ նշեմ, որոնք միաժամանակյա պետք է տեղի ունենան։ Առաջինը բնականաբար ռազմավարական հաղորդակցության համար բարենպաստ էկոհամակարգ ստեղծելն է, բայց այնպիսի ռազմավարական հաղորդակցության, որը կարողանա ապահովել բալանս անվտանգային կարիքների եւ ազատ խոսքի, որտեղ մեր մոտ այդ բալանսը խախտված է իօքուտ ազատ խոսքի, հա, որքան էլ որ մենք ձգտում ենք ժողովրդավարության, մենք պետք է հիշենք, որ հիմա մենք գտնվում ենք կոգնիտիվ մարտադաշտում եւ անվտանգային կարիքների եւ ժողովրդավարական ազատությունների միջեւ բալանսը պահելիս պետք է այնպես անել, որպեսզի 50-50 լինի, որովհետև եթե եղավ 51-49, այդ շատ քիչ տոկոս տարբերությունը կարող է շատ լուրջ խնդիրներ մեր համար ստեղծել։ Երկրորդ, չափազանց կարևոր է, որպեսզի մենք կենտրոնանանք մեր օրակարգերի վրա։ Քանի որ մենք անդադար այդ հիբրիդին ենք ենթարկվում, հա, այդ հայտարարությունները։ Այդ հայտարարությունները մեզ թույլ չեն տալիս սառը դատել, շատ սառը նայել որոշ իրավիճակների։ Մեր ձեռքբերումներին օրինակ, մենք շատ ենք խոսում մեր բացթեղումների մասին, բայց ձեռքբերումների մասին չենք խոսում։ Այստեղ մի օրինակ պետք է բերեմ, իմ կողմից շատ սիրված հոգեբան կա, ով ասում է, որ երեխային մեծացնելիս շատ կարևոր է պարբերաբար, որպեսզի երեխային ցույց տալ իր հաջողությունները։ Օրինակ իր նջարանում պատին փակցնել իր պատվոգրերը, բոլոր ձեռքբերումները, որտեղ հոգեբանորեն դա երեխայի վրա ազդում է դրական, երեխան ավելի է ձգտում լավ սովորել, առաջ գնալ եւ հաջողություններ գրանցել։ Հիմա Հայաստանը այդ նույն երեխան է։
Շատ կարևոր է, որպեսզի մենք այդ ձեռքբերումները մեր, որոնք այս կարճ ժամանակահատվածում եղել են, մենք դրանց մասին շատ խոսենք, անընդհատ հետո առաջ անենք, անընդհատ հիշենք պես կես տարի առաջ, մի տարի առաջ, տարի ու կես առաջ, իհարկե զուգահեռաբար չկորցնելով զգոնությունը, այսինքն ներառական քաղաքականություն վարելու հրամայականը, քաղաքասարակության ներգրավվածությանը, ընդդիմության օբյեկտիվ կոնստրուկտիվ քննադատությանը, այլընտրանքային օրակարգեր բերելուն եւ այլն։ Այսինքն սա էլ պետք է հասկանաք, որ պետք է լինի։ Եվ երրորդը, գիտեք, ես ուզում եմ ընդգծել, որ այնուամենայնիվ մենք գտնվում ենք մեր դիմակայունության ձևավորման համար անհրաժեշտ ինքնության, նույնիսկ կարող եմ ասել ազգային ինքնության վերանայման փուլում։ Սա օբյեկտիվ իրողություն է։ Որևէ մեկը չի կարող ասել, որ այո, մենք այդ փուլում չենք գտնվում։ Եթե կգտնի որևէ մեկը, ով կասի, որ մենք այդ փուլում չենք գտնվում, դա նշանակում է, որ տվյալ անձը կամ ուժը կամ այլոք, հա, վարում են այսպես իմիտացիոն քաղաքականություն կամ իմիտացիոն են նայում իրավիճակներին, իրականությունը չեն ուզում ընկալել։ Իսկ երբ դու չես ուզում ընկալել իրականությունը, ընդունել իրականությունը, շատ սխալներ գործելը շատ հեշտ է։ Այսինքն մենք պետք է ընդունենք, որ մենք այդ փուլում ենք գտնվում։ Ինչու՞։ Որտեվ եթե մենք ընդունում ենք, որ մենք գտնվում ենք այդ վերանայման փուլում, առաջ են գալու տարատեսակ այսպես կոնցեպտներ։ Այդ կոնցեպտները բախվելու են իրար եւ այո հիմա բախվում են այդ կոնցեպտները եւ այդ կոնցեպտների բախման գումարած Հայաստանի ուրեմն ոտքի կանգնելու գործընթացի հետ զուգընթաց ինչ որ պահի մենք ունենալու ենք այն նարատիվը, ազգային նարատիվը, որը իրապես կենսունակ է ձևավորել դիմակայուն հասարակություն, որովհետեւ առանց այդ նարատիվի դիմակայուն հասարակություն չեն կարողանալու ձևավորել, բայց նաև ուզում եմ ընդգծել, որ օբյեկտիվ է, որ հիմա այդ նարատիվային ճգնաժամի մեջ ենք մենք, ըստ էության 5 տարի է անցել պատերազմից եւ սա օբյեկտիվ իրողություն է։ Ինքնությունը եւ այդ ազգային, այսպես ասենք, այդ նարատիվի փնտրտուքը կապեցիք իրար, ինչու եմ ուզում սան եւս մեկ անգամ անդրադառնալ, որովհետեւ էլի չարկ-չրկված հարցերից մեկն է, հա, երբ ասում եք մենք այդ փնտրտուքի մեջ ենք, այդ ինքնության վերանայման եւ այլն, սա օբյեկտիվ մեր իրականությունն է, այսինքն այդտեղ նաեւ պետք չէ հենց ամեն ինչ ընկալել բացասական եւ տեսնել բացասական, ի վերջո դրա արդյունքը դա լինելու է դրականը, չէ, այդպիսի ճանապարհ են անցել նաև եվրոպական զարգացած երկրներ, որոնց մենք ձգտում ենք եւ ուզում ենք լինել նրանց նման կայուն անվտանգությամբ, կայուն տնտեսությամբ, իրենց գաղափարախոսություններով եւ այլն, ինչ եմ ուզում ասել, մեզանում սովորաբար այդ ինքնությանը վերաբերող հարցերը միշտ շահարկվում կամ տեղավորվում են ուրացման տրամաբանության մեջ, հա, այսինքն եթե մենք ինքնության հետ կապված հարց ենք ուզում առաջ բերել, վերջ ուրեմն մենք ուրանում ենք ամեն ինչ։ Այստեղ սահմանը շատ նուրբ է այստեղ սահմանը, բայց նորից պետք է ընդգծեմ, եթե կան նման խոսույթներ, նշանակում է պահանջարկը կա։ Եթե պահանջարկը չլիներ, ես եւ դուք հիմա եթերից այս թեմայի մասին ինքնաբերաբար չէինք գա այս թեմային եւ չէինք խոսի։ Պահանջարկը կա։ Եթե կա պահանջարկը, նշանակում է չի կարելի դա կամարել, չի կարելի չնկատելու տալ։ Այո, պետք է այդ խոսույթները գեներացվեն, իրար ծայրահեղ տարբեր, բայց միայն սա է այն գործիքը, որը ի վերջո բերելու է մեզ հանգեցնելու է մի Հայաստանի, որտեղ ներեցեք հողատու, թշնամի, թուրք, այս սև, քաղաքական առումով սպիտակ, նախկին, ներկա, այս ամեն ինչը ավարտվի, որտեղ սրանք մեզ քայքայում են ներսից։ Ընդդիմությունը մեղադրում է իշխող ուժին, նրանում, որ իշխող ուժն է, բաժանարար գծեր ստեղծում, հա, եւ հակառակը, բայց իրականում այդ բաժանարար գծերը մեծ մասամբ թելադրված են դրսից, հենց սա է հիբրիդը, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիա եւ խառնվում ենք գործերի մեջ, սա հզոր գործիք է, հենց սա է, որ կոգնիտիվ մարտադաշտում աշխատում է, սա թելադրված են
ուրեմն դրսից եւ քանի որ թելադրված է դրսից եւ մենք էլ թուլացած ենք, սա պարարտ հող է ստեղծում, որպեսզի նման քայքայիչ խոսույթները զարգանան։ Ես ուզում եմ օբյեկտիվիզմի շրջանակներում ամեն ինչ դիտարկել, հա։ Կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնը կազմակերպել էր միջազգային համաժողով համապարփակ անվտանգություն եւ դիմակայունություն 2025 բարձրաստիճան եւ նաեւ անվտանգային կառույցների ներկայացուցիչների զատ ներկա էր նաեւ վարչապետը, ով ծավալուն ելույթով հանդես եկավ եւ նրա դիտարկումներից մեկը բավականին մեծ ռեզոնանս էր առաջացրել, մինչեւ հիմա էլ քննարկում են, մասնավորապես խոսելով այն մասին, որ բանակը չէ առաջին շարքը անվտանգության, հա, դրանից առաջ կա դիվանագիտություն, տնտեսություն, փոխկապակցվածություն, դաշնակիցներ կամ գործընկերներ ու հազար ու մի բան։ Սա հենց այդ նաև ձեր փորձում կապել նախորդ երբ որ ազգային ինքնության նարատիվի մասին եք խոսում, հա։ Գալիս ենք հանգում ենք եւ վարչապետի այս ձևակերպումը եւ ձեր նախորդ դիտարկումը հենց խոսում ենք այդ համապարփակ անվտանգության մասին, որի շուրջ է լինելու այսպես ասենք մեր հասարակական համախմբումը եւ Հայաստանի դիմակայունությունը։ Տեսեք, համապարփակ անվտանգության համապարփակ անվտանգությունն է ձևավորվելու այդ նարատիվի շուրջը։ Եթե այդ նարատիվը չլինի, դու համապարփակ անվտանգություն չես կարող ձևավորել, որտեղ ըստ էության համապարփակ անվտանգության տրամաբանությունը ողջ փիլիսոփայությունը որն է, որ յուրաքանչյուր անվտանգության ակտոր ունի իր դերակատարությունը, քաղաքացին, բիզնես սեկտորը, պետական համակարգը, մտակենտրոնները, քաղաքացիական հասարակությունը, մեդիան, այսինքն բոլորը նպաստում են ներառական անվտանգային քաղաքականության։ Միայն սրա շրջանակներում տարածքային պաշտպանությունը կարող է իրապես աշխատել, հա։ Միայն սրա շրջանակներում դու կկարողանաս դիմակայուն լինել, որովհետև եթե օրինակ ես գիտեմ ճգնաժամի ժամանակ իմ գործառույթը որն է, ապա երբ ճգնաժամը լինում է, ես դիմակայունության դաշտում եմ գործելու։ Ինչ ասել է։ Նախ ես կանխատեսելու եմ, որ այդ ճգնաժամը գալու է։ Այսինքն դեռ այդ ճգնաժամը ճանապարհին, միգուցե նա այդքան էլ տեսանելի չէ, ես դա զգալու եմ, ես տեսնելու եմ, կանխատեսելու եմ, վերլուծելու եմ, որ գալու է։ Հետո ես կարողանալու եմ դա հաղթահարել, հետո ես կարողանալու եմ արագ վերականգնվել, հետո ես կարողանալու եմ այդ վերականգնվելուց հետո այն բոլոր գիտելիքը, որը ձեռք եմ բերել, բերեմ պետական մեքենա, քաղաքասարակության դաշտ, մամուլ, բիզնես կապ չունի եւ բերելը տեղ եւ ադապտացվել, ավելի լավը դառնալ, ավելի ամուր դառնալ, ավելի հզոր դառնալ, խելք հավաքել ավելի շատ, տեսնել որտեղ էր իմ թերությունները, այ ինչը պիտի փոխեմ, ադապտացել ասելով դա նկատի ունեմ, ինչը պիտի փոխեմ։ Հիմա սա ինչու եմ ընդգծում։ Ինքնության հետ կապված յուրաքանչյուր խոսույթ ասոցացում է դավաճանության հետ։ Դրա համար եմ ասում, այստեղ նուրբ է շատ այդ սահմանը, մենք պետք է հասկանանք մեր ինքնության խոսույթների արանքներում ինչ կնճիռներ կան, որոնք թվացյալ կապ ունեն մեր ինքնության հետ, բայց իրականում դրանք ներդրված են դրսից ունենալով շատ այլ քայքայիչ նպատակներ։ Այ երբ մենք կգտնենք այդ կնճիռները եւ դրանք կվերացնենք, մենք կտեսնենք, որ մեր ինքնությունը ամենևին էլ չի հակասում այն նկրտումների հետ, որ մենք բոլորս ունենք։ Այսինքն մեր ինքնությունը օրինակ չի հակասում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը։ Բացարձակ։ Շատ լավ։ Հետաքրքիր էր օրինակ նույն եվրոպական երկրներ, որոնք եւս այդպես ճանապարհ են անցել, մասնավորապես օրինակ նույն էստոնական, հա, փորձ, համապարփակ անվտանգություն եւ այլն, տարածքով փոքր, վախեր մեծ շատ հարևանից, սովետական անցյալ, բնակչությամբ Հայաստանից 2 անգամ քիչ, բայց ինչպիսի երկիր։ Այո։ Սա է հենց այդ կոնցեպտը։ Այո, որովհետեւ ինչ-որ պահի իրենք իրենց մոդելը գտել են։ Իրենք հասկացել են, որ ունեն ուրեմն ֆիզիկական անվտանգության խնդիր, նախ իրենք իրենց ապահովագրել են բնականաբար ռազմաքաղաքական դաշինքով, իրենք կարողացել են նաև քաղաքական տնտեսական դաշինքով իրենց ապահովագրել եւ կարողացել են ձևավորել այդ դիմակայունության համար անհրաժեշտ ազգային նարատիվը եւ ամենևին պետք չէ մտածել, որ իրենց մոտ շատ հեշտ է այդ գործընթացը տեղի ունեցել։ Նույնիսկ ասեմ, որ հիմա էլ իրենք բարբերաբար գտնվում են այս գործընթացի ինչ որ
ոչ թե վերանայումների, բայց այս գործընթացը այնուամենայնիվ շարունակական է, ինքը չի կարող ստատիկ լինել։ Ինքը անընդհատ շարունակվում է, բայց ըստ էության իրենք կարողացել են գտնել առնվազն, հա, կիբերոլորտը եւ դարձնել իրենց համար փոքր, այսպեսի մի կոնցեպտ կա, որը կոչվում է փոքր պետության համեմատական առավելության, հա, իրենց համեմատական առավելության բնորոշիչն է դա, կիբերանվտանգությունը, ինչպես դուք եք նշում, Հայաստանից ավելի փոքր, ավելի քիչ բնակչությամբ, բայց կարողացել են ակումուլացնել իրենց ռեսուրսները, տեսնել որտեղ են իրենք ուժեղ, եթե դառնալ ամենաուժեղը, ամենահզորը, եւ դրանով իրենց կշիռը բարձրացնել, ոչ միայն իրենց գործընկերների համար, այլ նաեւ գործընկերներից դուրս։ Հետևաբար, գիտեք, ուզում եմ շատ կարծում եմ իրապես շատ կարեւոր է, որպեսզի մենք անընդհատ նաեւ ընդգծենք մեր ձեռքբերումները։ Այդ ձեռքբերումները տեսանելի են։ Երբ Եվրոպական միության քաղաքացիական առաքելություններ տեղակայում, ես այս օրինակը միշտ եմ ընդգծում, անհամեմատ ավելի շատ էին թերահավատները, բայց մենք տեսնում ենք, թե ինչ արդյունավետ է քաղաքացիական առաքելության գործունեությունը։ Սրա մասին քիչ ենք խոսում, թե ինչ արդյունավետ է։ Ես կարծում եմ ամեն օր սրա մասին պետք է խոսենք։ Մենք մեզ պետք է հիշեցնենք, որ մենք չէինք հավատում դրան, բայց խելամիտ քաղաքականություն բարելու պարագայում համապատասխան աշխարհաքաղաքական նաև իրավիճակում սա եկավ եւ մեր համար շատ հարցեր լուծեց եւ դեռ շարունակելու է այդ հարցերը լուծել։ Նույնը Հայաստան Միացյալ Նահանգներ, հա, նույնը Հայաստան Չինաստան, նույնը Հայաստան Իրան, շատերը ասում են ինչպես դու կարող ես լինել Միացյալ Նահանգների ռազմական գործընկերը, բայց նույնը դիտարկել նաև Իրանի հետ։ Պարզ է, չէ՞ որ մենք դիտարկում ենք եւ մոտ ապագայում հավանաբար արդեն կգանք դրան։ Ինչպես ասում են, կաղապարներից դուրս պետք է մտածել, որովհետև այսօրվա աշխարհը ամբողջովին այդ կաղապարներից դուրս է։ Շատ լավ, երբ Հայաստանը համապատասխանի Եվրամիության ստանդարտներին, մեզ կամ կընդունեն Եվրամիության անդամ կամ չեն ընդունի, եթե ընդունեն, լավ է, չեն ընդունի, լուծած կլինենք մեր խնդիրը, Հայաստանը կլինի ժամանակակից առաջավոր ստանդարտներին համապատասխան երկիր։ Դե սա այն է, ինչ մենք այս գործընթացի մեկնարկից ասում էինք, հա, խոսում ենք Եվրամիության անդամ Հայաստան, կարևոր է այդ այսպես ձևակերպենք, հա, կարևոր է թե այդ անդամության ճանապարհին ինչ երկիր է, ինչ որակի բովանդակության երկիր է դառնալու Հայաստանը, իսկ անդամությունը դա լինելու է շատ պատկերավոր ասած տորթի վրայի ելակը, որ վերջում ուղղակի պետք է ուտել։ Եթե չուտեսել, տորթը կա, հա, այսպես ասած։ Բայց այս էլ էին քննադատում, ասում էին սա սկզբունքային մոտեցում չէ, ոչ մեկ, չէ՞ որ նաև իշխանության ներկայացուցիչներն են ասում, դե ով է սպասում Եվրամիությունում որևէ երկրի։ Այդ երկիրը պիտի ձգտի, բայց այստեղ չպիտի գծվի, որ այո, մենք գալիս ենք, ուզեք չուզեք, մենք գալու ենք, մենք ձեր ընտանիքի մաս ենք, մենք գալու ենք։ Որպես քաղաքական հայտարարություն ես իհարկե կուզենայի այլ հայտարարություն լսել, որ իր հետևից կտաներ նաև կենթադեր նաև պատասխանատվության բարձր նշաձող, հա, այսինքն որ Հայաստանը իր գործողություններով անելու է մաքսիմալը, որպեսզի ապագայում դառնա Եվրոպական միության անդամ, հա։ Բայց մյուս կողմից միգուցե արված հայտարարությունը շատ ավելի համապատասխանում էր ներկայիս կոնյուկտուրային, որովհետև մենք բոլորս էլ հասկանում ենք, որ շատ թերավատորեն շատերն են վերաբերում նույն Եվրոպական միության ներսում, որտեղ Եվրոպական միությունը դա հասկացանք մի կառույց է, բայց չէ որ դա տասնյակ պետություններից է բաղկացած եւ ամեն մեկ ունի իր շահերը այնտեղ, հա, եւ շատ դժվար է գտնել այնպիսի լուծում նույն Եվրոպական միության ներսում, որին բոլոր անդամ պետությունները կողմ կլինեն։ Հիմա սրանով ես կարծում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետը ընդգծում էր գործընթացի կարևորությունը։ Ինչու՞, որովհետև եթե դու ընդգծում ես գործընթացի կարևորությունը, դու ընդգծում ես, որ այս գործընթացը ոչ միայն քո գործընթացն է, այս գործընթացը նաև իմ գործընթացն է։ Այսինքն ոչ միայն ես քեզանից սպասելիք ունեմ, այլ նաև ես քեզ որևէ բան տալու ունեմ, հա։ Իսկ որպեսզի ես կարողանամ քեզ որևէ բան տալ, ես պետք է իմ տնային աշխատանքը անեմ։ Այսինքն սա գիտեք քաղաքական առումով միգուցե եւ այդքան էլ ուժեղ հայտարարություն չէր, բայց իմ համար որպես փորձագետ ինքը շատ ընկալելի արտահայտություններ այդ կարգի մեջբերումներ ես բազմիցս արել եմ, որ ես բազմիցս նշել եմ, ինձ համար միևնույն է ըստ էության մենք կդառնանք ԵՄ-ի անդամ, թե չէ իմ համար ավելի կարևոր է գործընթացը, որտեղ եթե մենք եկանք, ձեր տաղավարում էլ ենք այդ մասին շատ խոսել, եթե մենք եկանք հասանք այն կետին, որ արդեն պատրաստ ենք
ուրեմն շարունակում է մենք հաղթել ենք, այսինքն մենք հասել ենք մեր մաքսիմալին։ Նկատում եմ միգուցե եւ ինչ որ ժամանակ հետո կտեսնենք այս հայտարարության վերանայված հայտարարությունը, հա, արձանագրելով հաջողությունները կամ արձանագրելով բացթողումները։ Քանի որ մեր ժամանակը արդեն սպառվել է եւ ինձ մոտ շատ տարօրինակ զգացողություն է, որպեսզի այդ տարօրինակ զգացողությամբ չավարտենք մեր զրույցը, Ռուսաստանից մի բառ չխոսեցինք։ Իսկ Ռուսաստանից կարծում եմ այլևս այդքան էլ խոսելու անհրաժեշտություն չկա, որովհետև Հայաստանի կշիռը մեծացել է, Հայաստանը ավելի անհամեմատ ավելի հետաքրքիր է դառել արտաքին աշխարհի համար եւ փոխվել է իհարկե Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների տրամաբանությունը, կլինեն ճնշումներ, շատ ճնշումներ կլինեն, դրանց պետք է պատրաստ լինել, բայց փոխվել է այն պարադիգմը, հա, որի շրջանակներում այդ ճնշումները ձևավորվում էին։ Հետևաբար դրանք այլ պայմաններում են ձևավորվելու եւ այլ տեսք են ունենալու, այլ են լինելու։ Այսինքն մենք կարող ենք ասել, որ Ռուսաստանի հետ մենք մտել ենք հարաբերությունների վերանայման փուլ, որը կլինի երկարատև, կլինի կառուցողական եւ ի վերջո կհանգեցնի մի իրավիճակի, երբ այդ հարաբերությունները կառողջանան։ Հուսանք, շնորհակալություն։ Խնդրեմ։ Զրուցակիցս կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի նախագահ Հարմինե Մարգարյանն էր։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։